Այսի խոսք չի, որ ուղղակի ասում ենք, կարող ենք ցույց տալ, թե ինչ ճանապարհով ենք էսի անելու, սա մենք անելու ենք։ Նոր աշխատատեղեր, փոքր բիզնեսի հարկերից ազատում, մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին, տեղերի էժանացում։ Սրանք հերթական խոստումները չեն, ըստ Մերձևովի, այլ հստակ ծրագրեր, հստակ հաշվարկներով։ Հայաստանի փոքր բիզնեսը բոլորը գիտեն, որ մալացիան է։ Հայաստանում փոքր բիզնեսը ընդհանրապես ամբողջությամբ երևի հարկատուների, հարկատու ընկերությունների կեսից ավելին է, մոտ 60,000 ընկերություն միայն փոքր բիզնես է։ Բայց բյուջեի ընդամենը 2% հարկն է տալիս։ Ոնց եք կարծում, ճիշտ չի, որ փոքր բիզնեսը ազատվի հարկերից, որ հնարավորություն ստանա մեծանա։ Մալաթիա Սեբաստիայում Մերձևով շարժումը հունվարի 18-ից գրասենյակի 3 հասցե ունի։ Սեբաստիա 28, Տիչինա 36 կոտորակ 4, Ռաֆի 27 կոտորակ 9։ Այսօր հատկանշական օր է բոլորիս համար, ընդհանրապես հայ ազգային հատվածի համար, ով որ հույս ունի Հայաստանում, որ մեծ փոփոխություններ են լինելու։ Մերձևով շարժման համակարգողը համոզված է, Մալաթիա Սեբաստիայում հեղափոխական փոփոխություններ հնարավոր են, եթե պետության ղեկավարն իր գործով զբաղվի, ոչ թե թմբուկ սարքի։ Այսքան ժամանակ շատ քիչ է փոփոխվել Մալաթիա Սեբաստիա համայնքը։ 10 տարվա ընթացքում շատ քիչ է փոփոխվել։ Իսկ աշխարհի մյուս երկրների, քաղաքների այսպիսի մեծ հատվածներ շատ հեղափոխական փոփոխություններ են ապրել։ Դրա պատճառը մեկն է, որ երկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, ոչ թե թմբուկ նվագի, ոչ թե ուրիշ բաներով զբաղվի, որը ընդհանրապես կապ չունի տնտեսության հետ, պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով։ Մարդկանց կյանքը լավացնելու վստահությամբ է Մերձևով շարժումը մասնակցելու խորհրդարանական ընտրարշավին։ Մենք այս ճանապարհով գնալու ենք առաջ, մինչև վերջ, մինչև հաղթանակ։ Ուշադրության կենտրոնում թոշակառուներն են լինելու, որոնց թոշակը հաճախ դեղերին էլ չի հերիքում։ Շատերդ գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան, այնտեղից են դեղերը առնում, որտեղ էժան է։ Վրաստանի համակարգը մենք ներդնելու ենք այստեղ, համարյա 20-30% դեղեր կա 2 անգամ էժան են։ Երիտասարդ ընտանիքների համար էլ մատչելի բնակարանների ծրագիր ունի շարժումը։ Երիտասարդներ այստեղ կան, որ ամուսնությունը հետ են գցում, նրա համար որ ընտանիքով բնակֆոնդի խնդիր կա։ Այս շաբաթ մենք հայտարարելու ենք, թե ինչ ենք առաջարկելու երիտասարդ ընտանիքներին ու մեր քաղաքացիներին մատչելի տուն ձեռք բերելու համար։ Գիշեր-ցերեկ մտածել աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի մարդիկ իրենց առօրյայում իրոք տեսնեն կյանքի որակի փոփոխությունը։ Սա է Հայաստանը դեպի լավը փոխելու ձևը, ըստ շարժման համակարգողի։ Հայաստանում պետք է ստեղծվեն շատ լավ արձատրվող աշխատատեղեր։ Հայաստանում պետք է երկրի ղեկավարը գիշեր-ցերեկ մտածի աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի աշխատատեղերը շատ լինեն, մարդը ինքը ընտրի, ուր է գնում, ինչ աշխատավարձով է գնում։ Ոսկի սարեր չի խոստանում Կարապետյանի թիմը, ասում են անելու են այն, ինչ արել են հարյուրավոր երկրներ, զարգացած տնտեսություն ունենալու համար։ Ոսկե սարեր խոսք չենք տալի, աշխարհի երկրների կեսը ճամփեն անցել է։ Մեր երկիրը աղքատությամբ, որ դուք հասկանաք, 110-րդն է աշխարհում։ 110-րդ երկիրն ենք։ Աղքատ երկիր է փաստորեն, բայց ժողովրդին մենք որ նայում ենք, մենք տեսնում ենք, որ այս ժողովուրդը աղքատ ժողովրդի պոտենցիալ չունի, ինքը հաստատ հաջողության հասնող ժողովուրդ է։ Աննա Գյուրնազարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։